Յուրաքանչյուր գաղափար կարող է իրականություն դառնալ, երբ այն համախմբում է գործին հավատացողներին։ Մոտ 2 տարի առաջ տնտեսական լրագրողների ակումբ հասարակական կազմակերպությունը աջակիցների եւ գաղափարակիցների հետ միասին նախաձեռնել էր կամավորական հրշեջ փրկարարական հենակետի ստեղծում Մեղրաձոր համայնքում։ Արդեն 2025 թվականի հունիսի 4-ին տեղի ունեցավ նոր 13-րդ հենակետի բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցում էին ներքին գործերի նախարարի տեղակալ փրկարարծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտական, մարզային եւ համայնքային իշխանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր։ Խորհրդային տարիների անասնաբուժարանի կիսաքանդ շենքը վերածվել է բարեկարգ եւ ժամանակակից հրշեջ փրկարարական հենակետի Ճապոնիայի դեսպանատան մարդկային անվտանգության ծրագրի դրամաշնորհային աջակցության շնորհիվ։ Այստեղ հերթապահություն կկազմակերպեն Մեղրաձորի կամավոր հրշեջ փրկարարները, աջակցելով ինչպես համայնքին, այնպես էլ շրջակա բնակավայրերի հրշեջ փրկարարական խմբերին։ Հենակետի կառուցման գործում ակտիվ մասնակցություն են ունեցել նաեւ ներքին գործերի նախարարության փրկարարծառայությունը, համայնքին նվիրելով հրշեջ ավտոմեքենա, ինչպես նաեւ կազմակերպել են կամավորների վերապատրաստում եւ որակավորման քննություններ։ Հենակետի գործարկմանը ներդրում են ունեցել Կոտայքի մարզպետարանը, Ծաղկաձոր համայնքը, ինչպես նաեւ Ավստրիական զարգացման գործակալությունը, ավստրիական ու հայկական Կարմիր խաչը։ Կամո Ցուցուլյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը եւ տնտեսական լրագրողների ակումբին Մեղրաձորում նման կարևոր նախաձեռնություն իրականացնելու համար։ Նրա խոսքով հենակետի ստեղծումը համահունչ է ներքին գործերի նախարարության որդեգրած ռազմավարությանը, որի նպատակն է բարձրացնել համայնքների պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներում եւ կրճատել արձագանքման ժամանակը։ Ներքին գործերի նախարարի տեղակալն ընդգծեց, որ նոր հենակետի բացումը եւս մեկ գործնական քայլ է Հայաստանում կամավորական մշակույթի զարգացման գործում։ Ելույթներ ունեցան նաեւ Հայաստանում Ճապոնիայի դեսպանը, Կոտայքի մարզպետը, Ծաղկաձոր համայնքի ղեկավարն ու այլոք։ Նշվեց, որ գործընթացի շարունակականությունը կնպաստի բնակչության պաշտպանության արդյունավետության բարձրացմանը։ Միջոցառման ընթացքում Կամո Ցուցուլյանը կրծքանշաններ հանձնեց որակավորված կամավորներին։ Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Աննա Բաղդասարյանը հենակետի կառուցմանն աջակցած մի խումբ անձանց հանձնեց շնորհակալագրեր ծրագրի հաջող իրականացման համար։ Փրկարարի որակավորման արժանացած կամավորները վարժանք կատարեցին, ցուցադրելով մասնագիտական կարողություններն ու հմտությունները արտակարգ իրավիճակներում։ Շնորհակալություն վարժանքի համար եւ ցանկանում եմ հրդեհներ չլինեն, աղետներ չլինեն։ Ավարտին ներքին գործերի նախարարի տեղակալ փրկարարծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը պատասխանեց լրատվամիջոցների հարցերին։